Սերմնացանի առակը, կարդում ենք Մատթեոս 13-րդ գլուխ 4-ից 17-րդ խոսքերը։ Ահա սերմնացանը ելավ սերմանելու, երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, եւ երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, եւ իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով, բայց երբ արևը ծագեց, վառվեցին, եւ որովհետեւ արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան, եւ փշերը բարձացան ու դրանց խեղդեցին։ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին, մեկը 100-ապատիկ, մեկը 60-ապատիկ եւ մեկը 30-ապատիկ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Աշակերտները մոտեցան եւ նրան ասացին. Ինչու ես նրանց հետ առակներով խոսում։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ, որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Դրա համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում եւ ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում, եւ նրանցով է իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է. շարունակ կլսեք ու չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի, որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը փակեցին, որ երբեք աչքերով չտեսնեն եւ ականջներով չլսեն եւ սրտով չիմանան ու դարձի չգան եւ նրանց չբժշկեմ, բայց երանի ձեր աչքերին, որ տեսնում են եւ ձեր ականջներին, որ լսում են, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, եւ լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։